Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր ես հարցազրույցի եմ հրավիրել քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանին, ում հետ կխոսենք Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծարարությանը։ Ադրբեջանը նոր չէ, որ զբաղվում է մեր պատմության զեղծարարությամբ, բայց թերևս այս փուլը մի նոր փուլ է եւ մենք պետք է կարողանանք մեր ուժերը հավաքել դիմագրավելու թշնամական պետության կողմից իրականացվող մեր պատմության կեղծարարությանը։ Եվ ահա այս թեմայի շուրջ այսօր ես կզրուցեմ քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Հասան Ջալալյան, այս թեմայի շուրջ իմ հարցազրույցի առաջարկը ընդունելու համար։ Եվ փորձենք խոսել վերջի շրջանում ինչ փաստերի հետ գործ ունենք։ Նախ ես կուզեմ սկսենք հետևյալից, ընդամենը օրեր առաջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ժամանակ, այսպես կոչված դատավարության, որտեղ դա իրականում շինծու դատավարություն է, դատավարություն չկա այնտեղ, մեղադրող կողմը, դատախազը մի ամբողջ մեր պատմության այդ հատվածը, Արցախյան ազատագրական շարժումն, բովանդակությունը, գաղափարախոսությունը ամբողջությամբ խեղաթյուրեց։ Եվ նշում է, ես փոքր հատված մեջ բերեմ, որ Արցախյան այդ հանցավոր կազմակերպություն է ստեղծվել Արցախում եւ դա միացում կազմակերպության մասին է խոսում, մեղադրեց ռազմագերիներին այդ կազմակերպության կազմավորման մասնակից լինելու համար, համարեց, որ այս միավորումը եւ առհասարակ Արցախյան շարժումը Ադրբեջանի ժողովրդի դեմ ազգային ատելության, թշնամանքի գաղափարի շուրջ էր ստեղծվել եւ դրանով այն հանցավոր կազմակերպություն էր, որի նպատակը Ղարաբաղը Ադրբեջանից օկել օկուպացնելն էր։ Ես կուզեմ, որ քանի որ դուք փայլուն գիտակ եք Արցախյան ազատագրական շարժման, Արցախյան բոլոր թեմաներին վերաբերող, Արցախին վերաբերող բոլոր թեմաներում եք դուք շատ խորը ուսումնասիրող մեր բացառիկ մասնագետներից, եկեք սկսենք նախ նրանից։ 88-ի շարժումը ինչի մասին էր։ Նախ բարև ձեզ, շնորհակալ եմ ես հրավերի համար հարցազրույցի, այս ձևաչափում մենք առաջին անգամ ենք հանդիպում, չնայած նախընթաց շրջանում շատ հարցազրույցներ ենք ունեցել, համոզված եմ մեր հեռուստադիտողը շատ լավ հիշում է դա։ Ես ինչպես նախընթաց շրջանում, այսօր էլ նույնպես խոսելու եմ փաստերով, հնարավորինս անաչառ, օբյեկտիվ եւ անկողմնակալ կերպով։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը։ Տեսեք, ես զարմանում եմ, որ Ադրբեջանի որևէ տրամաչափի, այսպես պաշտոնատար անձի կողմից Արցախյան շարժման վերաբերյալ տրված գնահատականը կարող է մեզ մոտ զարմանք առաջացնել։ Զարմանալու ոչինչ չկա։ Ադրբեջանում երբևէ չեն խոսել, ընդ որում ցանկացած վարչակազմի գոյության պայմաններում, որ այո, Արցախի հայությունը իրացրել է իր իրավունքը եւ այլն։ Այդպիսի խոսույթ չի եղել։ Հիմա այս պաշտոնատար անձը, որին դուք հիշատակեցիք, նույնպես ուրեմն հանդես է եկել Արցախյան մեր հայ ժողովրդի Արցախյան ազգահատվածի իր իրավունքը իրացնելու փաստի դեմ։ Հիմա տեսեք, ես փորձելու եմ այսպես անկողմնակալ դիտորդի աչքով ցույց տալ, թե ինչ էր դա շատ համառոտ կերպով։ Տեսեք, խորհրդային միության գոյության վերջին շրջանում 91 թվականին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը օգոստոսի 30-ին ընդունել էր անկախության հռչակագիր, ավելի ճիշտ Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին հռչակագիր, որով հայտարարում էր, որ ինքը դուրս է գալիս խորհրդային Ադրբեջանը դուրս է գալիս խորհրդային միության կազմից, վերականգնելով 1918-ից 20 թվականների Ադրբեջանի Հանրապետության պետականությունը։ Բառացիորեն այս հռչակագրի ընդունումից ուրեմն 3 օր անց, ավելի ճիշտ 2 օր անց, սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների բոլոր մակարդակների խորհուրդների падգամավորների համատեղ նստաշրջանը արձանագրելով, որ Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ-ից, այսինքն գործընթացը սկսված է իրավական առումով եւ ղեկավարվելով ԽՍՀՄ-ից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին ԽՍՀՄ 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի դրույթներով, մասնավորապես տվյալ օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, որը ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն լուծել իր պետական իրավական կարգավիճակի մասին հարցը ԽՍՀՄ-ից Միութենական Հանրապետության դուրս գալու դեպքում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրը նախկին Լղիմի եւ Հարակից Շահումյանի շրջանի սահմաններում։ Սրանով սկիզբ է դրվել ուրեմն Լեռնային Արցախի անկախության
գործընթացին իրավական առումով, որը իր գագաթնակետին է հասել այդ հռչակագրի ընդունումից ուրեմն ավելի քան 3 ամիս անց 91 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի հանրապետությունում անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքում եւ Արցախի հանրապետությունը հռչակվել է անկախ հանրապետություն։ Այսինքն ամբողջությամբ մաքուր իրավական գործընթաց է եղել հիմնված ուրեմն միջազգային եւ ԽՍՀՄ իրավական ակտերի վրա։ Հետաբար շարժումը ներկայացնել որպես ընդդեմ Ադրբեջանի եւ այլն, սա չի դիմանում քննադատության։ Ես ճիշտ հակառակը կասեի։ Տեսեք, Արցախի հայ ժողովուրդը թշնամաբար տրամադրված չի եղել ադրբեջանցիների նկատմամբ, Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ։ Ճիշտ հակառակը։ Երբ որ Արցախի հայությունը իր ձայնն է հերթական անգամ ընդ որում ԽՍՀՄ գոյության 65 ավելի քան 65 տարիների ընթացքում հերթական անգամ 88 թվականին բարձրացրել է իր ձայնը, օգտվելով ԽՍՀՄ ներպետական օրենսդրության ընձեռած հնարավորություններից, Ադրբեջանը սա որակել է որպես անջատողականություն, սեպարատիզմ եւ ուրեմն իրականացրել է պետական մակարդակով ծրագրված եւ իրականացված ցեղասպանություն։ Խորհրդային Ադրբեջանի ուրեմն Սումգայիթ, Գանձակ, այնուհետև մայրաքաղաք Բաքվում հայաշատ հիմնականում հայաշատ բնակավայրերում իրականացրել է պետական մակարդակով ծրագրված եւ իրականացված ցեղասպանություն։ Այո, այսինքն այն հայտարարությունները, որ սրանք հիմա աշխարհով մեկ անում են, թե 88-ի շարժումը, Արցախում սկսված շարժումը, դա ուղղված էր Ադրբեջանի ժողովրդի դեմ եւ դրանով որակում են իբր հանցագործություն, մենք պետք է այս կեղծիքի դեմն առնենք, որտեղ ստացվում է, որ այսպես իրենք հանցագործ են հայտարարում Արցախի ժողովրդին, Արցախի ղեկավարությանը եւ հասնում են նաեւ Հայաստանին։ Հայաստանը հայտարարելով մի պետություն, որը օկուպացրել է, որը հանցագործ պետություն է։ Սա շատ հեռու եւ վտանգավոր տեղ է տանում։ Այդ կարծիքին չեք։ Տեսեք, ես կրկնում եմ նորից, Արցախի հայության իրականացրածը շարժումը, որ սկսել են, հետո իրականացրել ներպետական ԽՍՀՄ օրենսդրությամբ քայլեր, կրկնում եմ, դրանք բոլորը իրավական տրամաբանության մեջ տեղավորվող քայլեր են։ Ինչը չի կարելի ասել Խորհրդային Ադրբեջանի, ուրեմն նաև հետագայում անկախ Ադրբեջանի վարչակազմերի իրականացած քաղաքականության մասին։ Իրականացել են թշնամաբար։ Ես նաև հավելեմ իմ քիչ առաջ ասացին, մենք պետք է նաև հիշենք 91 թվականի ապրիլից-օգոստոս ամիսների ընթացքում Արցախում ավելի քան 24 գյուղերի շրջանում իրականացված ուրեմն կոլցո կամ օղակ ռազմավոստիկանական գործողությունը։ Մենք նաև չպիտի մոռանանք Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած ցեղասպանությունը։ Սա եւս իրականացվել է Ադրբեջանի գործող, ուրեմն ըստ որում անկախ Ադրբեջանի գործող վարչակազմի հրահանգով եւ ցուցումներով։ Պարոն Հասան Ջալալյան, մենք պետք է արձանագրենք միշտ հետևյալ փաստը, որ այն պահին, երբ Արցախի մեր բնակչությունը խաղաղ միտինգներով, ցույցերով, իրավական հարթության մեջ, այո, դուք շատ ճիշտ շեշտեցիք, օրենքների, օրվա գործող պետության, այդ խորհրդային միության, անկախացած, այդ ընթացքի բոլոր օրենքներով, միջազգային օրենքներով իր դատն էր բարձրաձայնում, նույն ընթացքում ինչ տեղի ունեցավ Սումգայիթում, հայերին մորթում էին, եւ այս մասին չգիտեմ, եւ մենք ենք այսօր լռում, ցավոք, եւ աշխարհին տեղեկացնողը չկա մեր կողմից, Հայաստանի կողմից, փոխարենը Ադրբեջանի կողմից հնչում է հայտարարություն, թե Հայաստանը եղել է հանցավոր պետություն, օկուպացնելով Արցախը, Ղարաբաղը իրենց։ Ես այս առնչությամբ պիտի ասեմ հետեւյալը, եթե Հայաստանի Հանրապետության գործող վարչակազմը ունենար ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու գիտակցություն եւ այդպիսի քաղաքականություն իրականացներ, բնականաբար Ադրբեջանը այդպիսի բան չէր ասի եւ նաեւ դա չէր այսպես տիրաժավորի միջազգային հանրության շրջանում։ Չկա պատասխան տվող, չկա պետական մակարդակով։ Այո, մենք կարող ենք փորձագիտական մակարդակով, մասնագիտական մակարդակով պատասխաններ տալ, բայց արդյոք փորձագիտական մակարդակով պատասխանը համարժեք է պետության ղեկավարի կողմից տրված պատասխանին։ Ոչ, համարժեք չէ։ Եվ ցավալիորեն ճիշտ հակառակն է տեղի ունենում, Հայաստանի գործող վարչակազմը կարծեք թե այսպես ձայնի տված Ադրբեջանի ուրեմն գործող վարչակազմի հետ
իրականացնում են այսպես սինխրոնիզացված քաղաքականություն։ Շատ ճիշտ եք նկատում եւ մանավանդ ես հիմա գրառել էի իմ մոտ, որ Ադրբեջանը խոսում է այն մասին, որ միայն այդ 8 կամ 15 հոգով չի բավարարվելու, պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր այն հայ գործիչները, որոնք 88 թվականին ակտիվ ներգրավված են եղել Արցախյան ազատագրական շարժման մեջ եւ իրենք դա իհարկե այդ շարժումը համարում են օկուպացիոն, համարում են հանցավոր շարժում եւ այդ ցանկում, չգիտեմ, երբ մեր բոլոր գործիչներն են բնականաբար օրվա երբ որ մարդը հասնում է պետության ղեկավարի մակարդակին եւ այսպիսի քաղաքականություն է վարում, ինչ որտեղ կարելի էր մտածել, որ դե անփորձ է, չգիտի, չի հասկանում եւ այլն, բայց երբ որ ինքը այսպիսի քաղաքականություն է իրականացնում արդեն 7 տարի լինելով իշխանության, սա չի կարող վկայել անփորձության մասին։ Սա կարող է վկայել ինչ որ հանցավոր պայմանավորվածության մասին հայ ժողովրդի թիկունքում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի կողմից ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակված Արտուր Վանեցյան հրապարակային հայտարարել է, որ ինքը նամակներ է, ծրարներ է տարել արաբական էմիրություններում հանդիպել ադրբեջանցի իր պաշտոնակցին եւ նրանից ստացել է ծրար ու բերել հանձնել այո Արտուր Վանեցյանը եւ հանձնել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ես հարց եմ հնչեցնում. կարող է արդյոք Ադրբեջանի ղեկավարը իշահ Հայաստանի եւ հայ ժողովրդի, իշահ Արցախի ինչ որ մի կոնստրուկտիվ առաջարկ արած լիներ Նիկոլ Փաշինյանին։ Ես 99% համոզված եմ, որ այնտեղ չի եղել իշահ մեզ կամ փոխշահավետ այսպես սկզբունքով ինչ որ առաջարկություն։ Ես ուզում եմ նաև առիթից օգտվելով հիմա հիշեցնել, վերջի շրջանում առավել շատ է այդ մասին խոսվում, երեկ էլ ինձ հետ հարցազրույցում Եվրոպայի հայերի միության ղեկավարը Աշոտ Գրիգորյանը ասաց հետևյալը. 5 միլիարդ դոլարով Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը եւ դա տեղի է ունեցել Դուշանբեում այդ հանդիպումների ընթացքում։ Ես գիտեք չեմ կարող դա բացառել, բայց նաեւ չեմ կարող հաստատել, առհասարակ դուք գիտեք, որ ես երբ որ ես խոսում եմ այսպես անվիճարկելի փաստերի հիման վրա։ Այդ ուրեմն պնդումը կարող է հաստատել, ապացուցել իրավապահ մարմինները Հայաստանի Հանրապետության անաչառ, օբյեկտիվ, համակողմանի, անկողմնակալ քննության արդյունքում, բայց մտածել, թե Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք Հայաստանի իրավապահ համակարգը կարող է այնպիսի բացահայտում անել, դա ուրեմն միամտություն է։ Բայց փաստ է, չէ, պարոն Հասան Ջալալյան, որ այս մարդիկ միասին համատեղ աշխատում են։ Նկատի ունեմ Ալիևը եւ Փաշինյանը։ Բոլոր հարցերում, հա, անգամ եկեղեցու դեմ գործողություններում մենք հստակ սինխրոն աշխատանք ենք տեսնում։ Փաստը այնքան ակնհայտ է, մնում է երևի հուսալ, որ իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի իսկապես ջրի երես հանել այն ամենը, ինչի մասին արդեն վաղուց խոսվում է։ Գիտեք, ես առնչությամբ ասեմ հետևյալը, իշխանափոխությունից հետո պիտի քրեական դատարանի առաջ կանգնի ոչ թե միայն Նիկոլ Փաշինյանը, այլ Նիկոլ Փաշինյանի օրոք, օրինակ գլխավոր դատախազ աշխատած Արտուր Դավթյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արտուր Վանեցյանը եւ այս իրապահ համակարգի կառույցների ղեկավարները։ Ես ամենևին չեմ պնդում, որ նրանք լինեն անպայմանորեն մեղադրյալի կարգավիճակով, բայց առնվազն վկայի կարգավիճակով նրանք պիտի լինեն Հայաստանի Հանրապետության քրեական դատարանում, իսկ եթե դա տեղի չունեցավ, ես խորապես համոզված եմ, եթե Նիկոլ Փաշինյանը չկանգնեց Հայաստանում ուրեմն քրեական դատարանի առաջ, առնվազն Արցախի Հանրապետությունը թշնամու արհեստական կազմավորման Ադրբեջանի մաս ճանաչելու առնվազն այդ մեղադրանքով, ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը առնվազն տեսանելի ապագայում, իսկ ես դա համարում եմ թվային այսպես արժեքով, մոտ 30 տարիներ առաջիկա չի դառնալու արդյունավետ գործող պետություն հանրային կյանքի բոլոր առումներով։ Եվ դրան եթե ավելացնենք այն ցանկություններն ու նպատակները, որ ունի Ալիևը, եւ եթե այդ ցանկությունները կատարվեն Նիկոլ Փաշինյանի ձեռքով, ապա պետականությունն ենք մեր կորցնում, ինչի մասին հիմա կուզեմ, որ խոսենք։ Ես այո, շնորհակալություն եք հարցադրման համար, որպես նախաբան ասեմ, եթե այդ ցանկությունները Աստված մի արածցե, ըստ որում դրանք ցանկություններ էլ չեն, ասեմ ձեզ, դա հստակ պահանջ է։ Ալիևի կողմից դա պահանջ է հնչում։ Ամեն այսպես պատեհ եւ անպատեհ առիթներով նա հնչեցնում է այդ պահանջը եւ նաեւ այդ պահանջը հնչեցնում է Ադրբեջանի արտգործնախարարը, այս կամ այն պաշտոնատար անձը։ Ըստ որում նաեւ գիտական շրջանակները, որոնց մենք հիմա կարծում եմ քիչ անց մեր զրույցում կանադառնանք, որ եթե այդ պահանջը ուրեմն իրականություն դարձավ նրանց այս նոր հերթական պահանջները, հատկապես 300,000 ադրբեջանցիներ Հայաստանում բնակվելու մասին, Հայաստանի Հանրապետությունը պատմական ադրբեջանական հող համարելու մասին եւ այլն,
Սա շատ մռայլ, այսպես պատկեր է հառնում մեր առաջ, այսպես ասեմ ուղիղ, հա, Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայերը, որ հիմա կազմում են բնակչության մեծամասնությունը, չէ, ճնշող մեծամասնություն։ Մենք ինքներս մեր երկրում դառնալու ենք փոքրամասնություն, ինչպես։ Այդ 300,000-ը աստիճանաբար գալու է հաստատվի Հայաստանում, ապրի այստեղ, ըստ որում պետական երաշխիքներով։ Ինչ նկատի ունեմ պետական երաշխիք ասելով։ Գործող վարչակազմը, եթե Աստված մի արածցե, հատկապես պարլամենտական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, նրանց տրվելու է պետական երաշխիքներ, այսինքն ապրել անվտանգ եւ ծավալել այսպես բնականon կենսագործունեություն։ Ժամանակի ընթացքում դուք շատ լավ գիտեք, որ նրանք այսպես բազմանալու հատկություն ունեն։ Նրանց թվականակը մեծանալու է եւ գալու է մի օր, որ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ազգությամբ հայերը դառնալու են փոքրամասնություն։ Եվ այդ ադրբեջանցիներ կոչվածները հասնելու է մի պահ, որ իրենք են իշխանություն ձևավորելու երկրում արդեն։ Մտնելով խորհրդարան։ Ինչ է, մենք ժողովրդավարական պետությամբ իշխանություն ենք ձևավորում։ Եվ այստեղ չես կարող դու ասել, թե ինչ որ դու սխալ արեցիր եւ այլն։ Ասելու ես ապրում եմ այստեղ, ձայնի իրավունք ունեմ, ըստ որում թե ներպետական օրենսդրությամբ, թե միջազգային իրավական ակտերով, եւ ձևավորի իշխանություն։ Հիմա ինչ է մնալու անի հայ ժողովրդին այստեղ։ Մի մասը լքելու է երկիրը, ուղղակի այլ ելք չգտնելով, մի մասը ովքեր չլքեն, ուղղակի ժամանակի ընթացքում ձուլվելու են այդ կովկասյան թաթարներին։ Եվ այսպիսով Հայաստանի Հանրապետությունը որպես հայկական պետություն դադարելու է գոյություն ունենալուց։ Եվ հաստորեն, պարոն Հասան Ջալալյան, այդ process-ը, այդ գործընթացը Ադրբեջանն արդեն սկսել է Ալիևի հրահանգով, երբ որ շրջանառության մեջ դրեց Արևմտյան Ադրբեջան, հա, այս միավորի մասին, եւ հետո մենք բոլորս հասկացանք, որ Արևմտյան Ադրբեջան կոչվածը այլ բան չէ, քան Հայաստանն է։ Ուղղակի Հայաստանն է։ Տեսեք, ես հիմա դուք տեսնում եք, որ իմ ձեռքին կան թղթեր։ Այստեղ փաստեր են եւ ես հիմա առիթը պատե համարելով եւ արձագանքելով ձեր շատ ճիշտ հարցադրմանը ուզում եմ այսպես որոշ մանրամասներ փաստերով։ Արևմտյան Ադրբեջան եզրույթը առաջին անգամ հիշատակել է դեռևս ուրեմն Հեյդար Ալիևը, Ադրբեջանի նախագահը 1998 թվականին։ 98 թվականին։ Երկրորդ անգամ այդ թեզը ինքը այդ եզրույթը ներողություն հիշատակել է 99 թվականին։ Եվ տեսեք թե ինչ է ասել։ Ես հիմա իր խոսքերից այսպես մեջբերումներ եմ անելու։ Ուրեմն տարածքը, սա Հեյդար Ալիևի խոսքն է, որն այժմ կոչվում է Հայաստան, Արևմտյան Ադրբեջանն է, դա Երևանի, Գյոյչայի, Զանգիբասարի, Զանգեզուրի մահալներն են։ Այդ բոլորը եղել են ադրբեջանցիների, մահմեդականների բնակության վայրը, մեջբերման ավարտը։ Հիմա մեջբերում 99 թվականի խոսքից։ 99 թվականի փետրվարի 9-ին Նախիջևանի ինքնավար հանրապետության 75-ամյակի պետական հանձնաժողովի նիստում Հեյդար Ալիևն ասում է. Դեռևս Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկու նամակից իմանում ենք Երևանի խանությունը Երևանը Հայաստանին փոխանցելու համար։ Հայաստանի ներկայիս տարածքը հանդիսանում է ադրբեջանական հող, այդ մասին նշված է իմ կողմից ստորագրված հրամանագրում։ Դուք պատմաբաններդ պետք է դա հետևողականորեն ապացուցեք եւ ապագայում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի գործեր, որովհետեւ դրանք անընդհատ հետևողական ձևով ապացուցեն այդ հողերի պատկանելիությունը Ադրբեջանին, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը։ Մենք պետք է դա անենք, մենք պետք է ճանապարհ բացենք ապագա սերունդների համար։ Մեջբերման ավարտը։ Անկեղծ որ ասեմ, մինչև հիմա ես այդ փաստերը չէի իմացել, ես կարծեցի թե սա որդու շրջանառած ցնդաբանություն է։ Եք նկատում, տեսնում եք, ոչ իհարկե բարերի առումով, բայց դատողությունների առումով, բովանդակային առումով, մեկին մեկ կրկնում է։ Տեսեք 98 թվական, ես ապշած եմ նաև մի բանից։ 4 տարի առաջ, ես նկատի ունեմ 98-ից 4 տարի առաջ, այսինքն 94 թվականին դուք գիտեք, Ադրբեջանը կրել է ջախջախիչ պարտություն։ Հայկական զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակը, հայ կամավորները սաստիկ ջարդ են տվել Ադրբեջանին, եւ նա ստիպված է եղել աղերսելով ստորագրել է հրադադարի երակողմ համաձայնագիրը։ Ըստ որում որտեղ ստորագրել է նաև Արցախի ներկայացուցիչը, սա իհարկե առանձին քննարկման հարց է։ Ի տարբերություն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, բայց սա առանձին քննարկման հարց է։ Ես կարծում եմ առիթ կունենանք մի օր դրա մասին էլ խոսելու։ Հիմա 4 տարի անց, տեսեք նրանց հանդգնությանը, 4 տարի անց պատերազմից, այսինքն իրենց պարտությունից 4 տարի անց, իրենք խոսում են ծավալապաշտական դիրքերից։ Դուք պատկերացնում եք, այստեղ ինչ այսպես խորը մտածված համառ նպատակային քաղաքականության հետ գործ ունենք մենք։ 30 տարի իրենք աշխատել են մանրակրկիտ։ Տեսեք, 4 տարի, ուրեմն մինչև դու ուշքի գաս, հա, տեսեք, մենք հիմա պատերազմից դեռ լիարժեք ուշքի չենք եկել, չէ՞, վերջով։ 20 թվականի ես նկատի ունեմ, հա, 5 տարի անց է։ Բայց
իրենք 4 տարի անց 98 թվականին Ադրբեջանի նախագահ հայտարարում է, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջանը եւ մենք պիտի վերադառնանք այնտեղ, հերիք չի։ Մի հատ էլ հանձնարարություն է տալիս Ադրբեջանի այսպես կոչված պատմաբաններին, ամեն կերպ դա հիմնավորել, որ դա հայ, ուրեմն 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 դա հայ ադրբեջանական հող է։ Մենք դա չպիտի մոռանանք ասում։ Հետաքրքիր է, որ մեր շրջան հայաստանյան շրջանակներում այդ մասին չի տեղեկացվել։ Այսինքն մենք անտեղյակ ենք եղել, թե մեր հարևան թշնամական պետությունը ինչ սցենար է մեզ համար նախատեսում։ Դուք շատ ճիշտ տեսեք, ես հիմա դուք ուշագրավ հարցադրումները մեկը մյուսի հետևից անում եք, ես ուզում եմ դրանց հանգամանորեն անդրադառնալ։ Տեսեք, Ադրբեջանում եւ ոչ միայն Ադրբեջանում, նաեւ դրսում ադրբեջանական ֆինանսավորմամբ գործում են տասնյակ հարյուրավոր կենտրոններ, ԶԼՄ-ներ, որոնք ուղղակի կեղծիք է, որ այսպես տարածում են ամեն օր։ Ես ձեզ հիմա ասեմ, իմ ծանոթներից մեկը մի դեպք ինձ պատմեց, որ ասում է ադրբեջանական, ուրեմն մի հերթական գիրքներ ստեղծվել, իհարկե ակնհայտ կեղծիքներով, ընդդեմ Արցախի, հայության եւ այլն։ Մեկը մի քանի հոգի երիտասարդներ ասում է, կանգնած Վաշինգտոնի փողոցներում այդ գրքերը անվճար, ոչ վաճառքով, անվճար բաժանում են այսպես անցորդներին։ Դուք տեսնում եք ինչպիսի աշխատանք է կատարվում։ Հիմա մեր այո, եւ ոչ միայն, իհարկե առյուծի բաժինը դրանն է, բայց նաեւ կան հարակից այլ այսպես աղբյուրներ, կենտրոններ, որոնք սիստեմատիկ իրականացնում են այդ քարոզչական, կեղծ քարոզչական աշխատանքը։ Գիտեք ինչ, ես նաև եթե մենք այսպես փորձենք իրենց դիրքերից հանդես գալ, ես այդպիսի ուրեմն քաղաքականություն արդարացնում եմ։ Իրենք ուզում են ցույց տալ, որ ճիշտը իրենք են, թեկուզ կեղծիքով։ Հիմա մենք մեր ճիշտը ցույց չենք տվել 35 տարիների ընթացքում։ Տեսեք, դուք ճիշտ հարցադրում եք անում։ Դուք, այսինքն դուք նոր եք տեղեկանում, բայց դուք նոր չպիտի տեղեկանայիք։ Հասկանում եք, եթե ժամանակի մեծ աղմուկ պետք է։ Դուք հիմա պատկերացրեք, թե լայն զանգվածները ինչպեսի անտեղյակության մեջ են։ Ես դա հատուկ շեշտեցի, որ ես առաջին անգամ հետազոտող։ Հիմա բայց միայն հետազոտողի խնդիրը չի սա, հասկանում եք, սա լուրջ ազգային անվտանգության հարց է։ Այս մարդիկ 30 տարի, ինչպես քիչ առաջ դուք իրավացիորեն նշեցիք, պատրաստվել են։ Մեզ մոտ դուք կարող եք վկայակոչել մեկ ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ պայքարի մի կենտրոն։ Չկա, այդպիսի կենտրոն չկա։ Ես հիշեցի պետական մակարդակով, պետական կարգավիճակով, պետական ֆինանսավորման պիտի ստեղծվի նման բան, պիտի ստեղծվի։ Ոչ թե անհատները պիտի անեն այդ բանը։ Դուք հիշում եք, որ տարիներ առաջ այդ նման հարցադրում հնչեցրեց Քերոլայն Քոքսը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ որ նա ուղղակի ձայն խնդրեց եւ ասաց Ադրբեջանը ահռելի ռեսուրս է ծախսում, կեղծ քարոզչական այսպես պայքար է մղում, ձեր պատմությունը ամբողջությամբ կեղծում է, Արցախի պատմությունը կեղծում է, ինչու՞ չեք համապատասխան հակադարձում անում։ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ մենք էլ ենք անում, բայց մեր արած ծավալները քիչ են մեր ունեցած ֆինանսների հնարավորության շրջանակում։ Իսկ Ադրբեջանը իր ամբողջ նավթադոլարային այդպես, նավթային այդ ռեսուրսի մի մեծ հատվածը այդ իր խավիարական քաղաքականությամբ հանդերձ ուղղել է հենց այդ ուղղությամբ։ Հիմա մենք ինչ պիտի անեինք, մենք ճիշտ չենք աշխատել, ես ուզում եմ հասկանալ, պատերազմ է, տեղեկատվական պատերազմ է մղվում մեր դեմ, մենք այս մասին խոսում ենք արդեն 20-30 տարի, որ անհրաժեշտ աշխատանքը չենք արել, եւ այսօր մենք փաստորեն վաստակում ենք այդ պտուղները, ճակերտում ասված։ Գիտեք, արձագանքելով ձեր ասածին, պիտի ասեմ հետեւյալը։ Տեսեք, երբ որ երրորդ նախագահը ասում է, որ մենք էլ մեր չափով ենք անում, ես այդ պատասխանի հետ համաձայն չեմ։ Ես գոնե, այսպես կրկնում եմ, չեմ տեսել, կարող է 1-2 դրվագային ինչ-որ առումով պատասխան լինի, բայց իրեք դա պիտի արվի 24 ժամյա ռեժիմով, սանրելով ամբողջ ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ես նկատում եմ, որ իրենք հետևողական կերպով հետևում են Հայաստանի տեղեկատվական, այսպես, հոսքին, եթե մի հատ, նույնիսկ անուղղակի կերպով հակա-ադրբեջանական կամ հակա-թուրքական ինչ-որ նյութ է լինում, անմիջապես դա վերցնում են եւ դրա պատասխանը։
շատ կարճ, տարբեր ձևերով, գրավոր կամ կարող է մեկը բանավոր, մի խոսքով, այսինքն իրենք սանրում են մեր տեղեկատվական դաշտը։ Մեզ մոտ բլոգերներ կան կներեք, որոնք եթեր են անընդհատ դուրս գալիս եւ ոչ միայն կեղծում են մեր պատմությունը, վարկաբեկում են հայ ժողովրդին։ Այդ բլոգերներ կոչվածները իրենց նախաձեռնությամբ են դա անում, ոչ, համոզված պնդում են։ Կամ կան հասարակական այսպես կազմակերպություններ կոչվող, այսպես ուրեմն որ ասում են իրենք այնտեղ զբաղվում են խաղաղության ուրեմն քարոզով եւ այլն, որ դրանցից որոշներն էլ վերջերս եկան Երևան, հիմա էլ պիտի տեղի ունենա փոխադարձ այս եւ այլն։ Սրանք բոլորը Ադրբեջանի նախագահի ցուցումով գործող, նրա կողմից ֆինանսավորվող կազմակերպություններ են, անհատներ են, ԶԼՄ-ներ են եւ այլն։ Մեր կողմից կրկնում եմ չի արվել եւ պատճառ թող չբերեն որևէ վարչակազմ, որ Ադրբեջանը նավթ ունի, մենք էլ ունենք օրինակ ոսկի։ Գիտեք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դուք գիտեք չէ որ աշխարհի այն եզակի ուրեմն հանքավայրերից մեկն է դա համարվում ես հիմա այդ մասով ոչինչ այսպես մասնագիտականով չեմ պնդի երկրաբանական իր ունեցած այսպես արդյունքի տված եկամուտների մասով բայց որքան հայտնի է նա հսկայական եկամուտներ ապահովող ուրեմն կառույց է կազմակերպություն է կարող էր այդ եկամուտները ինչ որ հատված ուղղվեր այդ կազմակերպության 1%-ը ամսվա եկամտի չգիտեմ պայմանական եմ ասում, գիտեք, գալի է նստել աշխատանքային ռեժիմով քննարկել, բայց հատկացնել հակահայկական քարոզչության դեմ կենտրոն ստեղծելու եւ աշխատելու կարող էր, չի արվել։ Մանավանդ երբ որ այդ կեղծ քարոզչությունը գին արժի, մենք շատ թանկ ենք վճարելու, արդեն մենք կորցրեցինք Արցախը, հիմա Հայաստանի դրանն է չոքել այդ ուխտը, ինչպես ասում են։ Հիմա տեսեք, ես ձեր այսպես արմատական այսպես լայն պատասխան, ընդգրկուն պատասխան պահանջող հարցին ուզում եմ շարունակել, անդրադառնալ Արևմտյան Ադրբեջանի մասին։ Տեսեք 98-99 թվականից հետո, երբ որ Հեյդար Ալիևը օգտագործում է դա, մի տևական ժամանակ այդ ուրեմն եզրույթը, որքան որ ես ուսումնասիրել եմ, չի օգտագործվում։ Շատ այսպես աննշան կերպ։ Այս եզրույթի օգտագործումը այսպես կամ վերսկսեց եւ լայն թափով շարունակվում է մինչ օրս 2021 թվականին։ 20 թվականի Արցախի ներողություն Ադրբեջանի կողմից մասնակի օկուպացիայից եւ նաեւ 23 թվականի ամբողջական օկուպացիայից հետո ակտիվացավ Արևմտյան Ադրբեջանի եզրույթի օգտագործումը եւ մինչ օրս դա շարունակվում է։ Առաջին անգամ 21 թվականին 2000 այս մասին հայտարարել է ներողություն Իլհամ Ալիևը Ֆրանս 24 ֆրանսիական միջազգային լրատվական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ եւ դրանից հետո արդեն բարբերաբար օրինակ 25 թվականին հունվարի 7-ին նա ադրբեջանական այսպես ԶԼՄ-ներին մի խումբ ԶԼՄ-ների հարցազրույց տվեց, որտեղ նորից անդրադարձավ Արևմտյան Ադրբեջանին եւ նաեւ այդ արդեն եզրույթի համատեքստում նշելով, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան իրենց պատմական ըստ որում հողերը եւ տեսեք ինչ է ասում է հայ ժողովուրդը եւ հայկական պետությունը չպետք է դրանից վախենան։ Մենք չենք գնալու տանկերով, մենք գնալու ենք ոդկով, մեքենաներով, ինքնաթիռներով։ Դուք հասկանում եք, սա նաեւ ինչ որտեղ հայ հանրության, հայ հասարակության ականջը սովորեցնելու ուղեղը այսպես դրան ընկալելի դարձնելու անընդհատ այս խոսույթը դրան է նաև որոշ չափով նաև նպաստում եւ ես ապշում եմ եւ երբեմն մեր հանրության որոշ ներկայացումներ տեսնում եմ որ ասում են թե ինչ է պատահել նրանք էլ մարդիկ են գանք միասին կապրենք խաղաղությամբ հարգելիներս ես բաց տեքստով ուղիղ առանց վարանելու հիմնված ծանրակշիռ փաստերի վրա ասում եմ Թուրքիայի եւ նրա կովկասյան կցորդ օկուպանտ, ցեղասպան, արհեստական կեղծ կազմավորման Ադրբեջանի գործող վարչակազմերի նպատակը հետևյալն է։ Ուրեմն վերացնել հայ ժողովրդին ցեղասպանություն, շարունակել ավելի ճիշտ, շարունակել ավարտին հասցնել հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ գրավել Հայաստան պետությունը, աշխարհի քաղաքական քարտեզից ջնջել Հայաստան պետությունը։ Իսկ եթե ինչ պատճառներով տվյալ պահին հնարավոր չեղավ հայերին ցեղասպանել, իրականացնել իրենց այդ հրեշավոր ծրագիրը, ապա հայությանը քշել երկրից, դարձնել թափառական, ցրել, այսպիսով փակել այսպես կոչված հայկական հարցը։ Հիմա այս նպատակը, այս ստրատեգիական, ես կասեի, նպատակը իրականություն դարձնելու համար իրենք որդեգրել են եւ իրականացնում են փափուկ ուժի քաղաքականությունը։
փափուկ ուժի քաղաքականությունը։ Որն է դա։ Դա այդ 300,000 ադրբեջանցիների բնակություն հաստատելն է։ Որ ինքը ասում է ինչ են, մենք էլ ենք, իրենք էլ են մարդ, այստեղ մանավանդ մեր հանրության որոշ ներկայացուցիչներ ասում իրենք էլ են մարդ, այնտեղից ասում է իրենք ձեզ վնաս չեն տալու, գալու են ձեր հետ միասին ապրեն, որպես законопослушный ռուսերեն բառ կա այդպես։ Օրինապահ, այո, օրինապաշտ քաղաքացի ապրելու են եւ այլն։ Սա ծիծաղելի է ուղղակի։ Սա ծիծաղելի է։ Ես մի օրինակ բերեմ, 1918 ցավալի է եւ նաեւ ոչ միայն ծիծաղելի, գիտեք ինչն է խնդիր, բայց մենք գիտենք, չէ, իրենք ինչպես են եկել, ոչխարներին կամ չգիտեմ ինչ որ նախիրը գցել են առաջ, քշելով եկել մտել են Հայաստանի տարած, դա խորհրդային տարածք ժամանակահատվածում այդ ինտերնացիոնալիզմի լոզունգի տակ, որտեղ կանգնել են, վրանը խփել են, հետո ասել են, այս մեր հայրենիքն է։ Ու այդպես այսօր Նիկոլ Փաշինյանը պատրաստում է հենց այդպես Ադրբեջանի կողմից օկուպացված, գրավված տարածքները, որը մեր հայրենիքն է, անկլավների անվան տակ վերադարձնել, տալ, հանձնել Ադրբեջանին։ Մեր ամենամեծ ցավն այն է, որ այդ հանձնողը, այդ տվողը, այդ պատրաստակամությունը արտահայտողը այսօրվա իշխանությունն է։ Գիտեք, ես մի փաստ պիտի նորից վկայակոչեմ իմ խոսքի ընթացքում, ուրեմն Արցախի հայության, երբ որ 90-ականների սկզբին պատերազմ էր ընթանում եւ այլն, գիտեք, մոտավորապես նման մի կարծիք այդ արտահայտել է Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ոչ թե նա ասել է, որ ադրբեջանցիները գան այստեղ, ասել է, որ Արցախի հայությունը ուրեմն կարող է ունենալ երաշխավորված կենսագործունեություն Ադրբեջանի կազմում։ Ուրեմն սա մի ապշելի բան է։ Տեսեք, Կոմսոմոլսկայա պրավդա թերթին 92 թվականի մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է մի հարցազրույց։ Բայց քանի որ այն ժամանակ ինտերնետ եւ այլ չի եղել, մենք այն հանրությունը դա մասին չի տեղեկացել, ընդհանրապես թերթում տպվել է, մի քանի նեղ շրջանակ ընթերցել եւ այդպես մոռացության է մատնվել։ Բայց ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ասել է, ես հիմա իր խոսքը մեջ բերեմ բնագրով, հա, որպեսզի տարընթերցում չլինի։ Ասել, хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, ведь при этом Карабах остается в составе Азербайджана. Территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнедеятельность. Вот наша позиция. Мы готовы обсуждать ее на любом уровне. Մեջբերման ավարտը։ Հիմա տեսեք, սա ինչ է նշանակում։ Տեղի է ունեցել 88 թվականի Սումգայիթ, Գանձակ, 90 թվական Բաքու հայերի ցեղասպանություն։ Դա ցեղասպանություն է եղել եւ իրերը պիտի կոչել իրենց անուններով, ըստ որում պետական մակարդակով ծրագրված եւ իրականացված։ Դրանից հետո տեղի է ունեցել 91 թվական, քիչ առաջ մենք խոսեցինք այդ մասին, Կոլցո կամ օղակ ռազմագործողությունը Արցախի գյուղերի նկատմամբ։ Եվ այսքանից հետո Հայաստանի ղեկավարն ասում է, որ Արցախի հայությունը կարող է ունենալ երաշխավորված կենսագործունեություն։ Այսինքն, այս իմաստով ես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը տեսնում եմ օրգանական կապի մեջ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության հետ։ Թեպետ անվանեց ազգային պատուհաս, չէ՞, այսպեսի մի բան ասեց, այսինքն դուք կարծում եք, որ ամեն դեպքում գաղափարական հայրն է Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանը։ Բացարձակապես չպիտի ունենալ նման միամտություն։ Բացարձակապես։ Ինչ պատուհասի մասին է խոսքը։ Բացարձակապես։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է։ Դուք սրա մասին չպիտի մոռանալ, աչքի առաջ ունենալով նաև 2008 թվականի մարտի 1-ի եւ այսպես հարակից օրերի դեպքերը, իրադարձությունները, Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան առնչությունները, զրույցները եւ այլն։ Պարոն Հասան Ջալալյան, անցնենք հետևյալ նաև հայտարարությանը Ալիևի կողմից ընդամենը օրեր առաջ արված եւ շատ կարեւոր մի ուշադրություն պիտի նաև դարձնենք հետևյալ փաստի վրա, որ նա մի հայտարարություն է արել մեր տարածքների հետ կապված եւ դա հնչեցրել է Գիտությունների ազգային ակադեմիայի իրենց 80-ամյակի օրը եւ գիտնականներին ուղղակիորեն պատվիրել է հետևյալը հայտարարեց, որ ռուսական կայսրության քարտեզներում նշված Հայաստանի տարածքի բոլոր բնակավայրերի զգալի հատվածը, եթե ոչ բոլորը, զգալի հատվածը ադրբեջանական են։ Եվ սրանից եզրահանգում է, որ այնտեղ Սևանի անունը տվեց ադրբեջանական տարբերակով եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք ակնհայտորեն այս խաղաղության անվան տակ տեսնում ենք, թե ինչպես է Ալիևը քայլ-քայլ մտնում մեր հայրենիք։ Արդեն մտել է։
այնպես չի որ նոր պիտի մտնի։ Հիմա մնում է որ այդ ամեն ինչը ավելի արագացնել, ակտիվացնել եւ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ իրականություն դարձնել։ Ես կխնդրեմ այդ քարտեզների հետ կապված արված այդ հայտարարությունը, ես կխնդրեմ դրան եւս անդրադառնալ։ Շատ լավ, տեսեք, ուրեմն նոյեմբերի 3-ին էր, այո, նոյեմբերի 3-ին էր, իրենց այսպես կոչված գիտությունների ակադեմիայում, բայց գիտեք, գիտությունների ակադեմիա, ես ինքս էլ որ ասում եմ, դա մեծ վերապահման պիտի ընդունել գիտությունների ակադեմիա, որտեղ կեղծարարության ադրբեջանցին, տեսեք, ադրբեջանցին կամ որ նույնն է ավելի ճիշտ Կովկասյան թաթարը, մղոններով հերոյ է գիտություն կոչվածից։ Նրանց հիմնական փեշակը, զբաղմունքը հետևյալն է. անասնապահություն եւ անասնագողություն։ Սրանց մեջ իրենք գիտությունների դոկտորներ ու ակադեմիկներ են։ Ինչ գիտության մասին է խոսքը։ Բայց ինչևէ, հայտարարում է հետևյալը, մեջբերում եմ, ցարական Ռուսաստանը մի ժամանակ հայերին տեղափոխել է Իրանից ու Արևելյան Անատոլիայից եւ բնակեցրել մեր Ղարաբաղյան հողում, որովհետեւ այստեղ փոխի բնակչության էթնիկ եւ կրոնական կազմը։ Մեջբերման ավարտը։ Հիմա տեսեք, ես կրկին փաստերի հիման վրա պատասխանելու եմ ձեր ուրեմն հարցադրմանը։ Ես վկայակոչելու եմ ոչ թե հայ աղբյուրներ կամ որպեսզի կողմնապահության տպավորություն չլինի, այլ օտար սկզբնաղբյուրներ։ Տեսեք, հիմա ուրեմն դեռ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում Արցախը Ուրտեղ է կամ Ադախ անունով գտնվել է ուրարտական հայկական պետության կազմում։ Սա հայկական աղբյուրները չէ որ ասում են։ Սա ասում են Ստրաբոնը, օրինակ հունահռոմեական պատմիչ, մեր թվարկությունից առաջ առաջին դար, Պլինիոս Ավագ, Պլուտարքոս, Դիոն Կասիոս։ Այս պատմիչները իրենց գործերում ուղիղ կերպով գրել են եւ նշել են, որ Հայաստանի արևելյան սահմանը ավարտվում է Կուր գետով։ Այսինքն Կուր գետից աչափնյա տարածքները դրանք Հայաստան են, որից Կուր գետից աջ գտնվել է Ուտիկ եւ Արցախ նահանգները մեծ հայքի։ Սրանք ոչ խորենացում են մեջբերում, ոչ մեր հայ որևէ պատմագրի, պատմիչի, հունահռոմեական հեղինակներն են խոսում այս մասին։ Եվ տեսեք, մեր թվարկությունից առաջ 5-րդ դար հույն պատմագիր Հերոդոտոսը, երբ որ շրջագայել է Հայաստանում, նա տեսեք ինչ արձանագրում։ Վկայել է, որ հայկական լեռնաշխարհում, այդ թվում նաեւ Արցախում, ապրող ցեղերի մեծ մասը համաձուլվել է կազմավորվող հայ ժողովրդի կազմի մեջ։ Իսկ հույն պատմիչ աշխարհագրագետ Ստրաբոնը նշում է, որ իր ժամանակ, երբ որ ինքը եղել է Հայաստանում, ասում է, որ Հայաստանի ազգագրական վիճակի մասին խոսելով, ասում է, ամբողջ երկիրը միալեզու է։ Հասկանալի է, ամբողջ երկիրը խոսում էր ուրեմն հայերեն։ Եվ այդ նույն Ստրաբոնն էլ նաև վկայում է, որ հայկական պետության արևելյան սահմանը Կուր գետն է։ Այսինքն սա այնքան իմ մոտ քմծիծաղ է ուղղակի առաջացնում, բայց ամեն անհեթեթության ասել ենք այն աստիճանի, որ արդեն մենք ստիպված ենք ուրեմն պատասխանել։ Բացի դրանից, հիմա խոսեմ գենետիկական հետազոտությունների մասին։ 2000 թվականին Արցախում իրականացվել է գենետիկական հետազոտություն։ Ըստ որում դա միջազգային ծրագիր է եղել Մերձավոր Արևելքի եւ Հարավային Կովկասի ժողովուրդների գենետիկական պատմության վերակառուցման ուղղված։ 200 մարդուց վերցվել է արյան, այսպես նմուշ։ Եվ այդ հետազոտությունը պարզել է, որ Արցախի հայ բնակչությունը հանդիսանում է հայ ժողովրդի արևելյան ճյուղի բաղկացուցիչ մասը։ Արցախի հայության ԴՆԹ-ն չի ներառում իր մեջ որևէ յուրահատուկ տարր, որը բնորոշ չլինի հայկական գենոֆոնդի։ Սա էլ գենետիկական հետազոտության ուրեմն արդյունքները։ Հիմա հիմնվելով այս օտար սկզբնաղբյուրների եւ նաեւ գենետիկական հետազոտության արդյունքների վրա, մենք կարող ենք անվարան կերպով պնդել, որ Արցախի հայությունը տեղաբնիկ է, այսինքն ավտոխտոն։ Ինչ վերաբերվում է ադրբեջանցիների ծագմանը, այստեղ շատ տխուր իրենց համար պատկեր է հառնում, ընդ որում ես վկայակոչելու եմ ադրբեջանական հեղինակի, ուրեմն ադրբեջանական պատմագրության հայր համարվող եւ նաեւ մի մարդ, որի անունն է այսօր կրում Ադրբեջանի ակադեմիայի գիտությունների պատմության ինստիտուտը, Աբբաս Կուլի աղա Բակիխանովը, մի հայտնի աշխատություն ունի գրած, որը կոչվում է Գյուլիստան Իրամ։ Նրա մեջ նշում է ինչ, որ 1404 թվականին Լենգ Թեմուրը Ղարաբաղում, Գանջայում եւ Երևանում բնակեցրել է իր կողմից Թուրքիայից եւ Սիրիայից բերված 50,000 ընտանիքների, որոնց մեծ մասը այն թուրքերի սերունդներն էին, որոնց Հուլավու խանը բնակեցրել էր Պարսկաստանում եւ որոնք ժամանակ առ ժամանակ գնում էին Թուրքիա եւ Սիրիա։
Դուք պատկերացրեք 50,000 թուրքական ընտանիք տեղափոխվել է ուրեմն եւ Թուրքիայից եւ Սիրիայից եւ բնակեցվել Արցախում, Երևանում, հայաբնակ շրջաններում։ Հիմա նկատի առնելով, որ թուրքերը այն ժամանակ մահմեդականները եւ տվյալ պարագայում թուրքերը կարող են ունենալ մինչեւ 4 կին, մենք կարող ենք ասել հետեւյալը, որ նրանցից յուրաքանչյուրից նրանք կարող են ունենալ միջինը 3-ից 4 երեխա։ Հիմա այս հաշվարկը մեզ ցույց է տալիս, որ 600-ից 800,000 թուրք բնակեցվել է իմ նշած վայրերում, Արցախում, Երևանում եւ այլ տեղերում։ Ուրեմն խոսելով Կովկասի մասին, այդ նույն Բակեխանովն ասում է, որ Կովկասը Երևան, Գանձակ, Արցախն է։ Տեսեք, նույն իրենց պատմագրի մասին եմ խոսում։ Չի նշում Ադրբեջանանորոշ պետության մասին։ Եթե խոսում եք Կովկասի մասին, ինչու չի նշում։ Եթե այն ժամանակ գոյություն ունեցած լիներ Ադրբեջանանորոշ պետություն Կովկասում, Կովկասյան տարածաշրջանում, այդ մասին կխոսեր նա։ Ընդ որում ասեմ, այս Բակեխանովը 18-ից 19-րդ դարի կեսերի հեղինակ է։ Հաջորդը ինքը նույն Բակեխանովն ասում է. Կուր գետի աջ ափը հանդիսանում է Հայաստանի սահմանը։ Պլինիոսը եւ Պտղոմեոսը գրում են, որ Հայաստանի հյուսիսային սահմանը հասնում էր Կուր գետ։ Մեջբերման ավարտը։ Սա մեր հայ հեղինակը չի ասում։ Սա ասում է այսպես կոչված ադրբեջանցի հեղինակը, որ Հայաստանի սահմանը Կուր գետն է եղել։ Եվ որն է ուշագրավը, որ ինքը իր տեսակետը կառուցում է հունահռոմեական պատմիչների տեղեկությունների վրա։ Բացառիկ փաստեր, բայց այդ ոնց է եղել, որ այդ մի հեղինակը մի քիչ արդար է դատել։ Որտեղ իրենք կեղծարարներ են եւ իրենց ճիշտ ասեցիք, իրենց ազգային ակադեմիա կոչվածը Բունյաթովների, այսպես ձեռամբ բաղուց իրենք դադարել են գիտությամբ զբաղվելուց եւ զբաղված են հայրենիքաբորսությամբ, հայի հայրենիքը բորսալով, մշակույթը, արվեստը, մեր ամեն ինչն են ուզում մեր ձեռքից խլել, դրա համար պիտի կեղծեն։ Երբ որ խոսում են ընդհանրապես ադրբեջանցի պատմաբան հասկացության մասին, ես ձեզ ամենայն վստահությամբ ասում եմ, նա ոչ թե պատմաբան է, այլ պատմաշինարար է։ Պատմաբան եւ պատմաշինարարը դրանք տարբեր, այսպես մասնագետներ են, եթե կարելի է ասել։ Այո, իրենք իրենց համար պատմություն են կառուցում, սարքում, կեղծելու միջոցով։ Բայց մեր հաշվին, Հիմա եթե ես ամփոփեմ, անշուշտ, հիմա եթե ես ամփոփեմ Աբբաս Կուլի աղա Բակեխանովի ասածը ադրբեջանցիների առնչությամբ, ես կարող եմ ասել հետեւյալը, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները հիմա կլինի, անցյալում կլինի, ապագայում կլինի, որ պիտի ասի նորից, Արցախը, Գեղարքունիքը, Երևանը եւ բովանդակ Հայաստանը ադրբեջանական համարելու մասին, պատմական ադրբեջանական հող համարելու մասին, կատարյալ կեղծիք են եւ սուտ։ Հիմա մեզ մնում է, որ մենք իսկապես կարողանանք ճիշտ հակահարված տալ եւ աշխարհին հասցնել այս ամբողջ մեր պատմությունը, մեր իրականությունը։ Շատ բան մեզնից չի պահանջվում։ Այ դուք մի փոքր, մի քանի թղթերի վրա մի շատ կարևոր փաստեր եք արձանագրել։ Ես ձեզ պիտի մի առաջարկ անեմ, այս փաստերը ուղարկեք Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին եւ ելի մի քանի պաշտոնյաների, որոնք կարելի ասել ոչնչով հետ չեն մնում Ադրբեջանի իշխանություններին, նրանց ջրաղացին անդադար ջուր լցնելով, այսինքն իրենց հետ հավասար կեղծելով մեր պատմությունը։ Գիտեք, պարոն Հասան Ջալալյան, եթե լռում են եւ համարժեք հակահարվածը չեն տալիս, դա եւս նշանակում է նրանց ջրաղացի ջուր լցնել։ Համակարծիք չէ։ Անշուշտ։ Գիտեք, մի պահ է գալիս, երբ որ դու հուսահատվում ես, բայց ես պիտի ասեմ, որ հուսահատվելու անհրաժեշտություն, կարիք չկա, երբ որ դու լռում ես, տպավորությունը, որ դու համաձայն ես իրենց հետ։ Բայց ես նորից վերադառնում եմ իմ մեր զրույցի սկզբում ասված խոսքին։ Հակադարձումը պիտի լինի պետական մակարդակով։ Այո, մենք կարող ենք առանձին փորձագետներ, առանձին մասնագետներ հակադարձել, գրել եւ այլն։ Բայց դրա ազդեցությունը չի ունենալու այն ազդեցությունը, ինչ որ կունենար հայկական պետության ղեկավարի արձագանքը։ Իսկ դա կարող է գոնե անել խորհրդարանական ընդդիմությունը, քանի որ ինքը ունի, ասենք, միջազգային հարթակներում ինչ-որ աշխատանք իրականացնելու լծակներ եւ այլն, որտեվ այս պահին մենք չունենք այդ իշխանությունը։ Այս իշխանությունը չի անելու, բայց նստել, սպասել, թե սրանք երբ կգնան, ես չգիտեմ, եւ սպասել, թե ով կգա, որ համապատասխան հակահարված տա, հա, այդ կեղծիքին ադրբեջանական ժամանակը գնում է ի վնաս մեզ։ Հիմա մենք պիտի աշխատենք, գուցե պիտի հեղեղել ամբողջ
չգիտեմ, միջազգային կառույցներին, գիտական կենտրոններին, նաև ձեր կողմից, նաև հայտնի պատմաբանների կողմից եւ ի վերջո նաև օգտագործելով ընդդիմության հնարավորությունները, հնարավոր չէ այդ լծակները օգտագործել։ Տեսեք, ուրեմն դուք անդրադարձաք խորհրդանական ընդդիմությանը, չէ՞։ Գիտեք, ընդհանրապես երբ որ մեկը մի գործ ուզում է անել, պատմագիտության մեջ կլինի թե այլ բնագավառում, նա այդ գործից պիտի գլուխ հանի, հասկանա։ Ես պիտի ասեմ, որ ես մեծ վերապահումով պիտի ասեմ, որ ես տեսնում եմ խորհրդանական ընդդիմության մեջ այս գծով պրոֆեսիոնալ պատրաստված, ես բծախնդրորեն եմ հարցին մոտենում, պատրաստված մասնագետ։ Այո, կարող են խոսել այս կամ այն կերպ, բայց խոսել պատրաստված, ըստ որում ներկա ընդդիմության մասին չի խոսքս միայն։ Ես նաև ասեմ, որ ես մոտավորապես 10 տարի աշխատել եմ ազգային ժողովում, եւ ես այն ժամանակ էլ 2008-ից 17 թվականներին չեմ տեսել, գուցե 1-2 հոգի ոչ ավել, 1-2-ն էլ մեծ վերապահումով պիտի ասեմ։ Գիտեք, պատրաստված պիտի լինեն։ Այսինքն այդ գործի գիտակը պիտի լինել, որպեսզի դու կարողանաս խոսել։ Քաղաքական ելույթներ կարող է բոլորն էլ ունենան, հա, տեսեք, Երևանյան հիմա որ զրուցարանում մոտենում ես, մարդիկ նստած նարդի են խաղում եւ աշխարհակահաղական հարցեր են ուրեմն վճռում, բայց մենք այդ մակարդակի պատասխան չպիտի տանք, չէ՞։ Մենք պիտի տանք պատրաստված պրոֆեսիոնալ արհեստավարժ պատասխաններ։ Իսկ դրա համար ինչ է պետք։ Դրա համար պետք է կարդալ, ուսումնասիրել։ Մի քիչ քեզ նեղություն տաս, գնաս կարդա։ Այս ինչ որ ես հիմա ձեզ ասում եմ, սա գիտեք պահի տակ հնդածս այսպես ձեռք բերված տեղեկություն գիտելիքներ չեն։ Ես այս թեմայի մեջ եմ արդեն 25 տարիներ։ Այսինքն այս թեմայով ուսումնասիրում եմ 25 տարիներ, գրքեր, մենագրություններ հրատարակված, հոդվածներ եւ այլն։ Պարոն Հասան Ջալալյան, այն որ պիտի կարդալ, դա իհարկե ամենակարևորն է, բայց ես կարծում եմ շատ կարևոր է նաև ցանկություն ունենալը։ Եթե շատ ճիշտ եք։ Տեսեք, այս սկզբից պետք է ասել, այո, ցանկություն, այդ ցանկությունը իրագործելու կարողություն, լավ մասնագետներին տաներ իրենց կողքը, օրինակ, եթե կա այդ ցանկությունը շատ ճիշտ նկատեցիք, ցանկություն, երկրորդ, այդ ցանկությունը կենսագործելու կարողություն։ Իսկ կարողությունն արդեն այն է, ինչ որ ես հիշատակեցի, կարդալ, ուսումնասիրել եւ այլն։ Այս է։ Այն դեպքում մենք մեր հնարավորությունների սահմաններում կշարունակենք այս իրազեկման այս ընթացքը, կարծում եմ նաև անհրաժեշտություն կլինի, որ դուք նաև ռուսերեն տարբերակով ձեր խոսքը թեկուզ փոքր, այսպես հա, տեսանյութերի տարբերակով տարածեք, որտեղ լեզվական այդ հարցը պետք է նաև լուծել, եթե հնարավորություն ունի նաև անգլերեն տարբերակով, մենք մեր հնարավորության սահմաններում, ես որպես լրագրող, դուք որպես քաղաքագետ, խորքային իմացող այս ամբողջ պատմությունը վերլուծած մարդ, կարող ենք ինչ-որ մի բան գուցե եւ մեր հնարավորությունների սահմաններում իրականացնել, ինչպես ասում են, ձեռքներները շփենք եւ անցնենք գործի։ Ես չեմ ուզում սպասել, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է անելու, նա չի անելու։ Այս արձանագրենք, չի անելու եւ մենք անցնենք գործի։ Համաձայն եք։ Տեսեք, օտարալեզու ընթերցողին այս ամենը հասցնելու առումով լիովին համաձայն եմ ձեզ հետ եւ ասեմ, որ ուրեմն իմ երկրորդ մենագրությունը, որը նվիրված է ադրբեջան-արցախյան հակամարտության գենեզիսը եւ դրա կարգավորման ուղիները թեմային, իմ երկրորդ ուրեմն մենագրությունը հրատարակվել է հենց այդ նպատակադրմամբ 4 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն։ Եվ ես փորձում եմ իմ համեստ կարողությունների սահմաններում, որպես մասնագետ, որպես քաղաքագետ, որպես այս հարցը ուսումնասիրող մասնագետ անել դա, այո։ Եվ նաև ասեմ, մեր բացերից մեկը որն է, մեզ միշտ թվացել է, թե որ մենք ինքներս մենք գրում ենք, մենք խոսում ենք, դրանով մենք հարցը փակում ենք։ Ոչ, այդպես չի։ Մենք պիտի կարողանանք մեր ուժեղ կողմերը, ընդ որում ասեմ, մեր դիվանագիտական, քաղաքագիտական, պատմագիտական թղթածրարը շատ հարուստ է։ Մենք ունենք, ճակերտավոր ասեմ, շատ ուժեղ զենքեր, բայց այդ զենքերը պիտի կրակել, իսկ կրակել կարող է միայն արհեստավարժ մասնագետը։ Շնորհակալ եմ, պարոն Հասան Ես Ջալալյան։ շնորհակալ այս առիթի համար, այս ուրեմն հանդիպման համար եւ ուշագրավ ու հետաքրքիր հարցադրումների համար։ Այո, շնորհակալ եմ նաև ինչպես միշտ փաստային ձեր վերլուծության համար եւ կարծում եմ այս տարբերակով մենք կշարունակենք համատեղ մեր աշխատանքը։ Մեր ժողովրդին էլ է պետք ախր լուսավորել, պարոն Հասան Ջալալյան, այն կարծիքին չեք, որովհետեւ դրա կարիքն էլ կա։ Ես այսօր տարբեր հարցումների երբ նայում եմ, տեսնում եմ մեր ժողովուրդն էլ իր պատմությունը ցավոք չգիտի։ Շատ ճիշտ է։ Այսօր նաև մեզնից պիտի սկսենք։ Այո, հատկապես երիտասարդ սերնդից, որ վաղը նրանք ստանձնելու են պատասխանատվություն, որովհետեւ նրանք այսպես զինված լինեն գիտելիքներով։ Շնորհակալ եմ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր ես
այս ձևաչափով հարցազրույցի հրավիրել քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանին։ Մենք այսպիսին էր այսօր։ Լավ եղեք, կհանդիպենք։